Արգիշտ Վահե Ղազարյան, Քրիստինե Հալաջանուրին դեղին հերախոսովուրին վայր, այսօրվա մեր այսպես ասած նստաշրջանին հրավիրված էր եւ ներկա են գտնվում։ Так, նախկին քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյան, նստավայրը դրան կողքը, Մալչիկ պա իմինի Սասուն, անմիջապես դրան կողքը, Ջանգիրյան Գագո դրան կողքը, Так, մյուս Ուրայն Ղազինյան ազգային ժողովի պատգամավոր, մի քիչ առաջ ալի նստի դու հլը մի հատ տղա ջան այդտեղ, Ղազինյան, Վանեցյան, кто еще там? Так, ամենայն հայոց կաթողիկոս, համեցեք, Հրաչ Ռոստոմյան, առաջվա ԲՀԿ-ից, այն որ մի հատ դրոշը բռնած գնում էիր, դու էլ արի նստիտ եմ։ Так, Գագիկ Ծառուկյան, հուրին բիլագներով, համեցեք, Էլով կար, Սուրեն Պապիկյան, դրան կողը, նստիտ է սիֆիլիսիկ, նստիտ է։ Այսօրվա պատվո հյուրն է, Ռուզիկս, Աղշետրի սիրունացեր էր դու, հլը մե արժի, այմ արտեսիշ կեղեսկություն, հատուկ ես բասկաթորի խմա, քո խմա դրուկ, Ռուզիկս, զուրկված, զարդարված, պենուարով, հլը դա ոտի եղունգներ իշտալ, մանիկյուր կսուկ, այմ արտետ ինչ կոսմեցիկա, աղշի թաղեմ կես էսի չեկովիչոտ, ես ինչ մի գեղեսկու խնամված, նստիտ է, նստի, էտա բասկաթոր, բանը, մրկային ասորտի, կարաբալայի սաղիգներ, էտա չգիտեմ, կոյնակ, վիսկի, լրիվ ռուզիկի խմա, ոտի կծուկ, նստուկ ես կասեմ ինչ անելու ռուզիկ, շատ սիրուն ես, մահմայք, անցանք առաջ, աշկը չի կտրվեմ քյովրից, աղջի թաղեմ կեզ, կրտության գիտության բոզդի տղա, ուր է էտի, ուրեմն են ագարքին ասեք թոգա, ժաննայ, էտ է ծնգած, էսովա, Անուշապեն էլ դեդ երևիմ, մերոպ է տենակ ժողոր ջան, Ավինյան, հիշացրեցին, ասին Ավինյանն էլ կա, Ավինյան, նարչ, են որ ասում է, վսյա սիմյա վզբորի, և ասպես, ամեն մեկ իան համապատասխան թուղթու գրիշ, կոֆելատեյ, հանքային ջրեր, էտ ամեն իշ տեղադրուկ, ամենայն հայոց կաթողիկոս, քյոտեղ խարմարոմ, Գագոս, քյոմոտել, սո, սկսենք բողոքներից։ Հանրային զայն հաղորդաշար զանգահարել են և ուրին բողոքն են հայտնում, 119 միջնակարգ դպրոցի կամ ինչպես ընդունված է հիմա ասել, ավակ դպրոցի տնօրեն Վերձյան շողերի հետ կապված։ Ծնողնի, աշակերտնի, բողոքում են, որ ուրեմն ես չգիտեի, նախ ես ասեմ, որ ես հեռու եմ մնացել կրթական համակարգից, մեր ժամանակ սովետական միություն կամ հետանկախ Հայաստան, նոր անկախացած, կար 10-ամյա միջնակարգ կրթություն, ընդունվում էինք 4-րդ դպրոց, ավարտում էինք 4-րդ դպրոց։ Վերջ, ավագ դասարան, ստորին դասարան, վերին դասարան չկար։ Հիմա ես գունավոր մեր բոզի տղա համակարգ, ինչից են մարդիկ բողոքում։ Ուրեմն Դասխեք Սոֆոյան նունե, տնորեն Վերձյան շողեր, կուրսուննի ուրեմն 12 ավարտական դասարան, յուրաքանչյուր դասարանում 20-ից բարձր աշակերտների քանակ և ինչ են բողոքում, ասում են պարոն Ղուկասյան, սկսած ուսումնական տարուց, այսինքն սեպտեմբերից մինչև օրս, ամսական աշակերտներից հավաքվել է յուրաքանչյուր աշակերտից 10,000 դրամ։ Իտոգո եկավ կանգնավ տարվա վերջ, այսինքն ուսումնական տարվա վերջ 90,000 դրամ։ Եվ հիմա ասում եմ, և ինչ, ասում եմ այս գումարը, որ հավաքել են 10,000 դրամ վերջի զանգի կապակցությամբ, ոչ մի կապ չունի վերջին զանգի հետ, այս գումարներով պետք է նվերներ առնեն և ծաղիկներ ուսուցիչներին։ Ես հարց տվեցի, եթե ծաղիկ պիտի առնեն ուսուցիչին, և եթե նվեր պիտի առնեն ուսուցչին նման թանկ գնով, եթե յուրաքանչյուր աշակերտ 90,000 դրամ, $200 մոտավորապես,
տալիս է մի ուսուցչի ընդամենը 12 ուսուցիչներ են ավարտական դասարանների եւ այդ 90,000-ը, որ ասենք բազմապատկում ես 25-ի դառնում միասաբաշական թիվ եւ ինչ ձևով են բաժանում ուսուցիչների մեջ։ Դրա մեջ չի մտնում շոր, կոշիկ, ռեստորան։ Ռեստորանի շոր կոշիկը հաշվում է առանձին 15-ից 20,000 դրամ։ Ասում է եւ այս ինչն է հետարքիր, որ այս երեխաները նշել են 2 վերջին զանգ։ Մի վերջին զանգը 9-րդ դասարանում, այսինքն սովետի բանով եթե վերցնում ենք 8-րդ դասարան, երկրորդ վերջին զանգը արդեն 12-րդ դասարանում, սովետի բանով 10-րդ դասարան։ Տիկին Վերձյան շողեր։ Խորհրդային միության ժամանակ կամ առասարակ ձեր ուսման տարիներին, մեր ուսման տարիներին եւ կար մի հատ վերջին զանգ, 10-րդ դասարան։ Դրանից են կողմ վերջին զանգ գոյություն չուներ։ Եվ ես հիշում եմ մեր վերջին զանգը, այո, մենք էլ ենք փոխհավաքել, եթե ես չեմ սխալվում, մի անգամից կարող եմ ասել, ես ակամայից հիշեցի, որ ես ներկա չեմ գտնվել իմ վերջին զանգի միջոցառմանը, որովհետև գումար չունեինք։ Եվ երբ որ եղավ վերջին զանգի միջոցառումը հոկտեմբերյանի 4 միջնակարգ դպրոցում, վերջին զանգի միջոցառումից անմիջապես հետո ես եկել եմ տուն։ Այսինքն հայად եւ շատ լավ հիշում եմ կացելն ու կողքս էս մի հատ ոչ իմ տեղ կար, որտեղ մենք բան ենք խաղում 95 գնդակը խփելուց եւ իմ աշկը պայտակ ընկավ Սպանդարյան փողոցի վրա, որտեղով դեպի Երևանյան փողոց եկավ մտավ կարմիր Իկարուսը, որով մեր դասարանի երեխաները գնում էին վերջի զանգի քեֆ ուրախությունը նշելու։ Ես չէի մասնակցել, որովհետև ես դրա գումարը չունեի։ Եվ ես հիմա նույն ձևով պատկերացնում եմ այս երեխաների բնվիճակը, որոնք ահազանգում են, որ գիտեք ինչ, ամսական 10,000 դրամ ուսման, այսինքն զուտ տալ վերջի զանգի գումար 9 ամիս շարունակ, դա աբսուրդ է։ Տեղի ոստիկանությունը, տեղի դատախազությունը պիտի հաշվի առնի, որ 119-րդ դպրոցում անհասկանալի դրամահավաք է տեղի ունենում։ Կրթության գիտության զամմինիստրն ուր է, Ժաննա։ Դուք այս դեպքի մասին տեղյակ եք։ 12 ավարտական դասարան, հա, եւ ընդամենը 12-10 քանի ուսուցիչ, որոնք ասենք դաս են տալի սրանց եւ նման աստղաբաշխական գումարներ։ Կրթության, գիտության բոզի տղեն ուրանալու։ Բամարդա եւ չունի։ Եվ այո, լիքն են որ չունեն։ Այս ինչ գումարներ են, այս ինչ դրամահավ, այդ ինչ նվերներ են առնում։ Հասկացանք ծաղկե պսակ կամ ծաղկե փունջ։ 10,000 դրամ թողնի մի հատ ծաղկե փունջը մի ուսուցչի համար։ Էդ էլ ասենք մի 2-3 ամիս, որ ասենք 5,000-ով գոնե հավաքեին կամ 3,000-ով, ես թիվը վաղուց լրացել էր։ 10,000 դրամով։ Այդ մեռի ծաղկե պսակ են, բան են, չգիտեմ, մավզալե են զակած տալի Վերձյան շողերի համար։ Կամ Դասխեկ Սորֆոյան նունե։ Հա։ Էս ի՞նչ է նշանակում։ Ես հույս ունենամ, պարոն Բայղազարյան, որ ձեր Էրեբունու ոստիկանությունը, Էրեբունու ոստիկանապետը սրա հետքերով կգնա։ Հակառակ դեպքում այդ բոլոր ավարտական դասարաններին կբերեմ Էրեբունու միլպետի տուն։ Գնացեք եւ բնապարզեք, ինչ է տեղի ունեցել եւ ինչի է նման աստղաբաշխական գումար հավաքվել երեխաներից։ Քանի որ գնաց խոսք ՆՎԴ-ից, միանգամից ասեմ, նախ ուզում եմ շնորհավորել ոստիկանության տոնի կապակցությամբ Բայղազարյան ձեզ եւ ձեր համակարգը եւ նաեւ ուզում եմ ասեմ, որ ոստիկանության աշխատակիցները իրենց ոստիկանները բողոքն են արտահայտել, որ պրեմիա չեն ստացել, ասում է ամեն տարի մենք ստացել ենք, հենց դուք եկել եք ոստիկանապետ, մենք չենք ստանա։ Միգուցե Toyota Corolla-ների փոխարեն պրեմիա տայիք այս հարիվներին, աշխատանքային ժամը ասում է պիտի լինի 8 ժամ, բայց գալիս են գործի ժամը 8-ին, գնում ենք տուն, չգիտեմ երբ։ Մարդիկ բողոքում են, որ պրեմիա չեն ստանում։ Մետերել եք։ Տակ անցնենք, միանգամից, քանի որ սոցիալետևից գնում է, ասեմ, դուք հիշում եք նախորդ հաղորդման հարգելի ժողովուրդ, մենք անդրադարձել ենք Դվինի արտակի անվտանգության աշխատակից Աշոտ Ավագյանին։
Երեք վերջապես դվինի արտակը իր թայֆով կարողացավ կապի դուրս գա եւ տեղեկացրեց հանրային ձայնին, որ Աշոտ Ավագյան անունազգանունով անվտանգության պետ կամ առասարակ աշխատակից չունեն։ Ու մի հատ էլ բանանը հավայի տեղը դվինի արտակին դուք պկրլեցիք Ղուկասյանջից եւ պատասխանեցիք, որ դվինի արտակ մենք ես հավայի տեղը չենք գրել։ Ես ժամանակ էի տվել քո մենեջեր կոչվածին այդ կթուկովին, որ բերե նշանակել ես այդ անգրագետ Զարա տավարի ցավին։ Բացատրեցինք զանգողը ով է եւ միշտ ժամը քանիս է իրանք ժամանակ ունեն մեզ պատասխանելու։ Ունեք նման մարդ թե չունեք։ Եթե պատասխանը չեկավ, ուրեմն չունեք։ Դուք չգիտեն որ էջի վրա եք բանը գրել, բայց դուք դիգրեք իմ մեսենջերին, WhatsApp-ին կամ արտակ Գալստանին գոնեզանգի, ասեք գիտեք, մեկ Աշոտ Ավագյան Պորնիկի վաստակ անուն ազգանով աշխատող չունենք։ Ուստի այն մարդիկ, ովքեր գիտեն, որտեղ է աշխատում Աշոտ Ավագյանը, խնդրում ենք դիմել հանրային ձայնին։ Նախկին 7 բարձրությամբ պետ, անցանք առաջ։ Տապատամ, այս բողոքներն ավարտենք, որ հետո չասեն, տարարամ։ Տամ, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շալգելձյան հանրային ձայն հաղորդաշարն է դիմել քաղաքացի Մկրչյան Վգն, որի հողը դուք ապօրինաբար վերցրել եք եւ տվել եք մեկ ուրիշին եւ Մկրչյան Վգային տվել եք հող, ես իմ որտեղ սարի քյալեն մի աղբանոց։ Քաղաքացի Մկրչյանը պահանջում է ձեզանից իրեն վերադարձնել իրեն հողը, որին դուք պատասխանել եք, բարի լինեք, Հայաստանում լինեք, հողի տիրություն անեք։ Այսինքն հիմա եթե ես Հայաստանում տուն ունենա, իմ տունը պիտի բռնեին տան ուրիշի, ասեն բարի լինեք Հայաստանում ապրեի, ուրեմն Հակոբ Շալգելձյան, ես ձեզ ժամանակ եմ տալի ձեր մոտ հրավիրել քաղաքացի Մկրչյան Վգային հարցը լուծել, հետո չնեղանանք իրարից, անցանք առաջ։ Բողոք Գաբրիել Սունդուկյանի թատրոնի աշխատակիցները կապ են հաստատել հանրային ձայն հաղորդաշարի հետ, դերասաննի բողոքում են տնօրենը գեղարվեստական ղեկավարը չգիտեմ ինչա Վարդան Մկրչյանից, բանից պարզվում է ես Վարդան Մկրչյանին հանդիպել եմ երկու անգամ Սոս Սարգսյանի թատրոնում աշխատող ժամանակ շուտ է գնում գալիս այնտեղ ներկայացում էին դնում իմ կարծիքներին հարցնում էսի ոնց էնի ոնց ունեի զինվոր այնտեղ ու հաճախակի այցելում էի ներկայացում էի նայում ռեպետիցիա եւ այլն ասես դիտողություն կենեի կամ ուղում կենեի կամ խորհուրդ կտայի Մկրչյան Վարդանի վրա հայտնում են արգիշտ լսում ես ոնց է կոֆեն Մկրչյան ուր ավելի շուտ բանը մհերն էլ ասեք թողա Երևանի քնչականի պետը մհեր ուշանը մեզ նստի ամերիկանո կամ կապուչինոյի չախմում ես գիտեմ որ լատը չի խմում մի հատ բան տվեք թող խմի խմորեղենով ուրեմն Մկրչյան Վարդանի վրա 2016 տոլի 17 թվականին հարուսված է եղել քրեական գործ տոմսերի հետ կապված մարդը վաճառել է ավել տոմս քիչ ցուցատվել քիչ տոմս հիմա ինչ ա եղել այս քրեական գործը այդ թվում Երևանի դատախազը լսում է ինձ ինչ ա եղել այս ոչ քրեական գործը ինչի միշտ օրս տեղից չի շարժվում եւ ավելին մարդիկ բողոքում են որ նույն process-ը շարունակվում է նաեւ օրս վաճառվում է ավել տոմս այսինքն տոմսերի քանակը արհեստական պակաս վաճառում է ավել տոմս ցույց են տալի քիչ տոմս եկամուտն չի կիսվում, սենց ասեմ, դերասանների մեջ, ինչից են դերասանները բողոքում։ Մկրչյան, Վարդան, խելքդ հավայքի գլուխդ, իսկ հարգարժան մհեր Վարդանյանին ես կխնդրեմ մի հատ հələ գտնի, ուրա էս քրեական գործը, ինչ են արել։ Ստենք էլ բողոք չունենք։ Ես մյուս հաղորդմանը ուրեմն կանրադառնամ այսօր մենք չարծեցինք դատավոր Ներսիսյան Ռուբոյի նորից, այն որ ալիմենտը չէր տալի, բայց այս անգամ ուրիշ թեմայով Եկմալյանի բնակիչներն են զանգահարել հանրային ձայն եւ բողոքում են Ներսիսյան Ռուբոյից։ Մենք անպայման կանրադառնանք մյուս հաղորդմանը։ Ուրեմն Բողոքների մասը շատ արագ ավարտեցինք, հիմա անցնենք առաջ։ Գագիկ Ծառուկյան
ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին տան։ Գագո ջան, դու գիտես, որ մենք մայիսի 5-ը մոտենում եմ, բայց մինչև մայիսի 5-ը մոտենալը այսպիսի մի թեմա։ Բոլորի համար գաղտնիք չի, որ Գագիկ Ծառուկյանի եկեղեցիները, որոնք որ կան, եկեղեցիներում մոմը անվճար է։ Բարի գործ։ Բայց այդ բիզնեսն, այդ բարի քայլը դուրս չի եկել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեին։ Եվ որպեսզի այդ Գագոյ իր հարաբերությունները չվատացնի ամենայն հայոց կաթողիկոսի հետ, տարեկան 150,000-ից 200,000 դոլար ուղղակի նվիրում է հայ առաքելական եկեղեցուն, որպեսզի մեր կաթողիկոսն չասի մոմերն անիծված է։ Ռոզիկ լսում ես։ Հիմա բոլորս գիտենք, որ մեր Գագոյ երազեր տեսե իբր թե երազ չէ տեսե չգիտեմ Հիսուս Քրիստոսի արձանի հետ կապված։ Բարի։ Արձանն էլ որոշել են տեղադրել Ծաղկաձորում։ Նու լեռնային գոտի, սեյսմիկ գոտի, 33 մետր մենակ բոյն է, ես իմ ինչքան բան պատվադանը լավ տեղադրել է, թո տեղադրել, էդի մեր հետ ոչ մի կապ չունի։ Հիմա Գարեգին, էդ ամեր Գագոն ասում է, որ դու բավականին շատ անշնորհք եւ լպիղ ես քեզ պահը։ Քրիստին էլ մախած զանգի վերև։ Էդ ամեր Գարեգին, մեր Գագոյից բավականին կլոր թիվա ուզե, որպեսի Հիսուսի արձանը օծվի։ Հակառակ դեպքում կհամարվի Աստծուն ոչ հաճո։ Հիմա խնդրում եմ ֆաքս եկնային գրասենյակ հետևյալ հարցով։ Հիսուսի արձանը օծելու համար որքան է եկնային գրասենյակի գինը, մենյուն, եւ եթե չվճարեց այդ մենյուն կամ այդ գումարը, Հիսուսի արձանը առանց օծվելու իա խորթանիշը իմաստը փոխմա թե ոչ եւ երրորդ անձամբ հարց եկնային գրասենյակի գործադիր տնորեն Հիսուս Նազովրեցուն վիրավորական է համարում արդյոք արձանի տեղադրումը Ծաղկաձորում առանց օծման այն որ Գարեգինը որ չոցի արձանը տեղից կփախնի թե դեմքը կփակի այդ հարցը խնդրում եմ շատ արագ գրգի Գարեգին, ես ուզում եմ հասկանամ, ասեմ փող չտվիր, արձանը դառնա հակաքրիստոնեական, փող տվիր, արձանը դառնա եկնային գրասենյակի դաբրոյով, քիսո լսում ես, այդ տղայս ինչ ես անում դու, հələ մի հատ էլ, բանից, ասում եք եկեղեցու միջոցները սահմանափակ են, փող չունենք, լավ, մոմերից փողից վերցնում փողից վեկալեմ, տարեկան 200,000 դոլարի չափով Գագոս քեզ մուծվում է։ Արձանից փող վեկալելը ո՞րն է Գարեգին։ Էս ինչ բիզնես է։ Այդ որ մի հատ գազ թաթխես մեջը ցրծփես վրա 300,000 դոլար։ Այդ այդ ինչ գործ է։ Եկնային գրասենյակից պատասխան եկավ, ինչ են ասում։ Գագո, եկնային գրասենյակից պատասխանը եկավ, որ արձանը կարող է տեղադրել առանց Գարեգինի օծման։ Вообще ցանկալի չի, բայց որ ուզում ես տեղադրես առանց Գարեգինի օծման եւ եկնային գրասենյակի համար մի փոքր ի հաճո կլինի։ Այսինքն դու կարաս առանց Գարեգին մուծվելու արձանը տեղադրել։ Կարաս մի քիչ մուծվես Քրիստինե Հալաջանին, էտա տանջանքի համար որ ֆաքս տվես եւ այլն, մնացածն էլ հանրային ձայնին ինչ 10, բայց ցանկալի կլինի 50,000 դոլարից ոչ պակաս։ Իսկ ինչ լկտիություն։ Մի հատ էլ աղմու, մի հատ էլ բան քննարկում ա գտնեմ, ինչքան տան, Գարեգին էս թիվն ա ուզում, այն թիվն ա կրակամ, այն էս ասում է։ Լավ, խոնդուկ եկեղեցու, ասեք Գարեգին, ստից հետևություն, գիտես ինչ, որ դու քո հակու կապին, դու քո այդ Գևորգյան ճեմարանում սովորածին, դու քո երթմանը հավատարիմ չես։ Այսինքն դու քեզ չես հավատում, դու չես հավատում, որ կա եկնային գրասենյակ,
դրախտ, դու չես հավատում, որ կա դժոխք, որովհետև եթե դու տես բաների հավատայր, այդ հրյայի անունից, այտենց մուտի չեր անի ասել հրյային օծելու համար 2-300,000 ինձ պիտի փող տաս գագո։ Դու հասկանում ես։ Այ քեզ եկեղեցի։ Իմիջալոց, պարոն Աբազյան, քանի որ գնաց խոսք Գևորգյան ճեմարան, ես սպասում եմ այդ Դոմ Լազարևի Մոսկվայում որ դրեք քանդել է այդ բոզի տղեն, այդ տողա, չգիտեմ, Վարդան Եսիմինչյան։ Դրա հետ կապված դու ազգային անվտանգությունը պիտի մի բան անի, թե ոչ, որովհետև դա գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, այդպես է դուրս գալի։ Եվ մինչև օրս դրա հետ կապված ոչ մի գործողություն արված չի։ Հա, հասկացանք, Ռուսաստանում հարուցվել է քրեական գործ, բայց տեղ ինչ-որ մի բան պիտի արվի, թե ոչ։ Դրա ոռին պիտի ձեռք տվեցվի, թե ոչ։ Պատամաշակութային կոթող հանդիսացող շենքը քանդելու համար։ Հա? Այդ բոզի տղուն պետք է պատժել, թե ոչ, այդ դեսպան կոչվածին։ Տողանյան, ուղեցին։ Ասեք առաջ, Հրաչ Ռոստոմյան, մեր սպորտի, մշակույթի, սպորտի նախարար։ Աշկովս ընկավ մի գեղեցիկ հոդված, Հրաչ, որ դու այդ թրթուրավոր տրակտոր ես նվեր տվել մի քանի միլիոնանոց Սուրեն Պապիկյանի հիմնարկին, որ դիրքեր այդ ձան ճանապարհը բացեն։ Ինձ մոտ առաջացավ հարց, որտեղից Հրաչ Ռոստոմյանին թրթուրավոր տրակտոր։ Եվ իսկ մարդիկ պատասխանեցին, որ արտակարգ իրավիճակներում աշխատած ժամանակ այնի տրակտորը վերցրել ես, մցրել ես քամակը, հիմա էլ հանում ես հետ ես տալը։ Բանային թե տեսեք, բան եմ տալի, նվեր եմ տալի։ Հա, Հրաչ։ Դու չես համաչի։ Եվ այս սրանով, նորից պարոն Աբազյան, օրինակ դուք հետաքրքրվել եք կամ գլխավոր դատախազությունը որտեղից կամ ինչ է անում Հրաչ Ռոստոմյանը թրթուրավոր ձուն մաքրող տրակտոր։ Իմ մոտապավորությունը, որ ինքը տրակտորը պահել էր հատուկ նրա համար, որ այդ տրակտորով մտնի Նիկոլի ոռը։ Այն ոռի մազերը սեն հավաքելով դուրս ցապնելով եւ այլն քաքը մաքրելով Հրաչ Ռոստոմյանի համար ճանապարհ բարձի ուղիղ Նիկոլի ոռի ցակը։ Հալիմատել ասում է թե բանա կուսակցությունա բացեմ ուզում գա դառնա ընդդիմություն։ Ընդդիմությունը Նիկոլի բանա տալը տրակտը։ Հա, Հրաչ։ Ես հասկանում եմ, ես просто չեմ կարող հասկանամ, թե գագոս քո մեջ ինչ էր կթե, որ քեզ բերել էր նախարար, հիմա էլ վիկուսի արիզ գագոին անցար բանի կոմը, Նիկոլի։ Այդ տրակտորն էլ հիմա դեմես տվել Նիկոլի ոռին, ոռի մազերը մաքրելով, ուղիղ աղեքով, կեթաց միջև վերջ։ Ես քեզանով զբաղվելու եմ, Հրաչ, որ հասկանամ, թե դու ով ես։ Ինձ հաճախակի մեկ կապում են Նիկոլի հետ։ Մի հատ բոզի տղա վեկալելա Telegram կանալներից մեկին բան տվեցի, ինտերվյու, վեկալը գրելա դոգը Նիկոլա կանա, բանը, կակայեմա ընդդիմությունը։ Այդ բոզի տղուն անդու էր անը, ինչ ռոզեմ ասեմ, աղախպի տղա, իմ էֆիրի չապ, մի էֆիրի, մի եթերի, գոնե մի հոգի գտնվել է, քո Ռոբիկը, Սերժիկը եւ այլն, վանեցը, հեսա կանադանակ վանեցին, վանեց, չայդ խմի, մրսած ես։ Ով որ Նիկոլին գրլած լինի։ Դուք հիշում եք, հեղափոխությունից քիչ անց Նիկոլ Փաշինյանը սենց մի տեսակ ղզղնավ եւ հարձակվավ ռուսական կամպանիաների վրա, որ ես միանշանակ ողջունեցի, Գազպրոմ եւ ЮԿԺԴ, այսինքն Южно-Կավկասская железная дорога։ Հարձակվեց դրանց վրա, դատախազությունը թվեր հրապարակեց, որ Գազպրոմը ունի 7 միլիարդ դրամի չարաշահում, իսկ Южно-Կավկասская железная дорогան 60 միլիոն դոլարի չարաշահում։ Դա 2018-19 թվերի։ Անցել է 2-3 տարի։ Սասուն ռուսկեն ծծում են չեն կրծում գանդոն։ Նույնիսկ ռուսիկ մետելելի։ Ո։ Եվ մինչև օրս
Ոչ մի ձայն, ոչ Գազպրոմից, ոչ այդ երկաթուղուց։ Առաջանում է շատ գեղեցիկ հարց, Արթուր Դավթյան։ Ինչ եղավ 7 միլիարդ դրամը Գազպրոմի չարաշահումը եւ ինչ եղավ 60 միլիոն դոլարը այդ RЖD-ն։ Ինչ մի բան տեղի ունեցավ, այսօր որ նայում ես 0 դրամի վճարում։ Ինչ եղավ այդ միլիոնավոր դոլարները։ Գնաց ում հիմնադրամ, Աննա Բոլեին, Նիկոլ Փաշինյան, ՔՊ եւ այլն։ Բա զոմբի բոզի տղեկ, բայց հարցը մի հատ տվեք ձեր Նիկոլին եւ ասեք, եղբայր 7 միլիարդ Գազպրոմի վրաներ, թե 60 միլիոն երկաթ գծի, 60 միլիոն դոլար։ Ինչ որ մի բան եղավ թե չեղավ, իհարկե չեղավ։ Անդիմադիրներ, որևիցե մեկը համարձակություն ունեք այս հարցով լսումներ հրավիրեք ազգային ժողովում, հակառուսական։ Եվ այդ հարցը տակ, ինչ եղավ, երկու ռուսական ընկերություն, երկուսն էլ Հայաստանը թալանել են։ Ինչ արեցիք սրանով։ Նեխույա։ Պարոն Արթուր Դավթյան, նշումն արիշ կոմոդ։ Դա լավ է։ Քանի որ միանգամից Արթուր Դավթյանին մի հատ հարց տամ։ Ուրա ջնգոն, ջնգո դու էլ արի։ Ուրեմն հանրայինության հաղորդաշարադիմը նախկին ժամկետային զին ծառայող փաստաթղթերը YouTube-յան էֆիրի ժամանակ ով ծառայել է Լեռնային Ղարաբաղի 35-383 զորամասում մասնակցել է 44 օրյա պատերազմին պատերազմից հետո եկել է Արձակուրդ եղած ժամանակ հանձնվել է ռազմական ոստիկանության վարչությունում ընդունիչ բաշխիչ եւ հրաժարվել է վերադառնալ Արցախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է այս տղամոր պետքա ծառայի 6913 զորամասում Արթուր Դավթյան լսում ես եւ ուղարկել է 6913 զորամաս զինվորը ծառայել է բարձել է ավարտել է մեկ էլ կուլիկ Ղարաբաղի դատախազությունը եւ դատարանը փորձում են քրական պատասխանատվության ենթարկեն Պալյանի զինծառայությունից խուսափելու համար Ես ուզում եմ հասկանամ ձեր դատախազները ինչ կրթություն ունեն։ Այսինքն մարդը ծառայ է, բրծե, ռազմավարական գլխավոր շտաբը վեկալ է այս զորամասից գցել է մեկա զորամաս, ընդ է բրծել է, բիլետը ստացել է, եկել է։ Բայց վրան դրել են հոդված 364 հոդվածի առաջի մոս։ Գումարած դրան, ուղարկում են ծանոթագիր։ Ինչ է գրած ծանոթագրի վրա։ Քաղաք Ստեփանակերտ, Դավիթ Բեկի 40 փողոց Սյունիքի մարզ։ Ջանգիրան, սենց քաղաք Ստեփանակերտը մտնում է Սյունիքի մարզի մեջ, այս քո դատա նամակները, ծրարները YouTube-յան էֆիրի ժամանակ, հա, կամ Սյունիքի մարզ ընդհանուր իրավասության դատարան, պետի մեկ, Հայաստանի Հանրապետության դատախազության համար առաջի կայազորային զինվորական դատախազ Ասկերանի շրջան, քաղաք Ասկերան Շահումյան 65, քրեական գործ 92, 16, 41, 21, մեղադրյալ ԽՀ Պալյան։ Ուզում եմ հասկանամ, ես մարդը ինչու է մեղադրում։ Ինքներդ եք ասում եք, որ Արցախը Հայաստան չէ։ Ճիշտ է։ Չեք ճանաչել Արցախի անկախությունը։ Ճիշտ է։ Անօրինական զորք եք ուղարկել Արցախ, աշխփագենք դրա վրա։ Այս մարդն ասես ինչքան ծառայել են, պատերազմի մասնակցել եմ եւ այլն, ես հրաժարվում եմ վերադառնալ այլ պետության տարածք։ Գլխավոր շտաբը բավարարումը վերցնում է ուղարկումը 6913 Սիսիան։ Մարդն դե ծառայում է վերջացնում է, գալիս է տուն, մեկ էր կուլիկ, դուք պիտի դատապարտվեք ազատազրկման դասալակության համար։ Այս գործը որ գնաց ասավ եվրոպական դատարան, ով է սրա ուժու տուգանքը վճարելու։ Հարց եմ տալու ձեզ։ Այս մարդը միանշանակ բան անելու, արդարացվելու է։ Ով է այս մարդու որ տարակ փագիկ 4 տարի, 6 տարի, այս մարդու ուժու տուգանքը։ Բանը պետությունը պիտի վճարի Արթուր Դավթյան, քո բոզի տղա դատախազի համար, հա, կամ դատավորի, ջնգո։ Սյունիքի մարզի դատարանը դատում է Ղարաբաղի Ասկերանի զորամասի զինվորին։ Ես հիմա սա դնեմ ռուսերեն տամ եթեր, հա, որ Ալիևը հանի խրտնի կնգատ բենի մեջ, կամ այդ նույն
բան Սունիքի մարզի ընդհանուր առաջիկա զորի զին դատախազի բենի մեջ խեղծած գլուխներ հավաքեք։ Ես ես բոզի տղուսուներ դատարեցեք, մարդը գնաց է ծառը պծել ա, բրն դատամեն։ Ինչ համար չգիտես, բայց չփոխեիք զորամասը, Արթուր Դավթյան։ Նույնպես եմ կկնում 92, 16, 41, 21 քեդական գործ։ Ես հետևելու եմ այս քեդական գործին։ Այդ դատախազի մոր բերանը շինելու եմ բան Արաքս սովխոզի կատնատվական կենտրոնի բոչկա ու ինչքան ադրբեջանցի զորք կա լրիվ դրա մոր բենի մեջ տնելու են։ Դատավորին էլ հետը։ Պարզա։ Տանուցագիր են ղրգն, բոզի տղեկ են նայի։ Նյոպես տեղ տնակ էլ բան չունենք։ Ինձ մեղադրում էին մի շարք մարդիկ զոհված զինվորների հարազատներին, ծնողներին վիրավորելու մեջ։ Մեր երկու հատ բոզի տղա էլ մտե կոմենտարներ են գրել եւ այլն։ Բախտի բերմամբ թե պատահմամբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Ուկրաինայում մի տատիկ շփոթելով ու տարեցկին ռուսական, այսինքն ուկրաինական զորքին, ռուսական զորքի հետ, իր բիձու հետ դուրս է գալիս սեփական տնից, օդ պահելով խորհրդային միության դրոշը, ֆլագ Սովետского Союза, իմանալով թե դիմացը կանգնած է ռուսական զորք։ Այդ տեսանյութը բավականին մեծ արձագանք գտավ համացանցում, անգամ հասավ մինչև ՄԱԿ։ Այդ ամբողջ ընթացքը նկարահանում են ուկրաինացի, այսպես ասած, Ազով, Մազով դրանց ներկայացուցիչները, տատիկը մոտենալով զինվորականներին, եթե կարելի է դրանց անվանել զինվորական, չի հասկանում, որ դիմացը կանգնած է ուկրաինական զորք։ Ունդեղ ոչ սլավա Ռոսիի, սլավա չգիտեմ Պուտինու եւ այլն, տատիկի ձեռից դրոշը վերցնում են սովետական միության, տալիս են տուշոնկա, տալիս են սնունդ, որից հետո դրոշը գցում են բնգեդին ու կանգնում դրոշի վրա։ Հետո ամբողջ ցելոֆանով սնունդը պակետով տալիս են տատիկին։ Ես անամբեր սպասում էի, թե ինչ անելու տատին։ Տատին հետ վերադարձրեց, չնայած նրան, որ ես համոզված եմ սոված էր, սնունդը, ասեց ինձ էր տված տուշոնքին եւ այլն բանը պետք չի, վերնիցեմ եւ ֆլակ։ Այս դրոշի համար զոհվել են իմ ծնողները։ Բնականաբար դրոշը հետ չտվեցին, ռաստապտալի, որտեղ եւ դրանից հետո արդեն տատիկի տեսանյութը ընդհատվում է։ Որոշակի յարկի, սենց ասած, հակառուսական հայացքներ ունեցող անձինք ասեցին, թե դա բանը պաստանովկա է, ոնց կարող են իրանք նկարել եւ գցել համացանց ուկրաինացիները, այո, դա նկարել են ուկրաինացիներից հետ արկրվեցի, հենց անձամբ իմ աղբյուրներից, որոնք որ աշխատում են հենց Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում, ՍԲՈ, չգիտեմ եւ այլն, ասին, հա, это мы снимали вот этот ռեպորտաժ, բայց հույս չեն ունեցել, որ կարող էր ունենալ նման արձագանք։ Տատին դարավ, այսպես ասած, սիմվոլ շատ-շատերի համար։ Տատին նկարը խորհրդային միության դրոշը ձեռքում, արդեն շրջանառվում է Տոկիոյում, Բեյրութում, Թուրքիայում, ընդհուպ, անգամ Արիզոնայում եւ Միացյալ Նահանգների այլ քաղաքներում եւ Եվրոպայում, Սերբիա, Վենգրիա, Գերմանիա եւ այլն։ Սես մայկեքի վրա, բան ֆուտբոլ կեքի վրա, ոչ եմ տատինա ի այդ կար ասած շոյերով, ոչ եմ գլուխը բան կապած, դրոշը ձեռը։ Եվ նայելով այդ խեղճ զարամյալ ձեր կնոջը, որ լինելով սովի մեջ հանուն է նրա, որ դրոշը ինքը հետ տվեց այդ դրոշը, ես հիշեցի մեր
մայրերին, այսպես ասած հայրերին, որոնք տասնյակ կիլոմետրեր կտրեցին, եկան մի բաժակ լիմոնադի, 100 գրամ մսի եւ լոլիկի համար, որպեսզի ներկա գտնվեն այդ Աննա Բոլենի հրավիրած միջոցառմանը։ Եվ նայելով այդ ամենը ես ասում եմ լավ։ Մաֆան առաջ կանգնած զինված զինվորը, զինվորների դիմաց պահանջում է հետ վերադարձել իր դրոշը։ Սնունդը հետ տալով։ Իսկ ինչ արեցին մեր ծնողները, մեր զոհված զինվորների ծնողները։ Եկան հասանությունների տուն, ստացան համապատասխան վերաբերմունք, Գևորգ Դուսուս բարերով հետ վերադարձան Գյումրի։ Ես այդ տեսանյութը դնում եմ իմ YouTube-յան էֆիրի ժամանակ, որպեսզի այդ ծնողները մի հատ տեսնեն այդ կնոջը, այդ կնոջ վիճակը եւ համեմատեն իրենց եւ այդ կնոջ։ Ինչ է նշանակում թասիբ, ինչ է նշանակում արժանապատվություն, ինչ է նշանակում պատրիոտիզմ։ Մի պետություն, որը այլևս 30 տարի գոյություն չունի, բայց այդ պետության դրոշի համար տատին հետ տվեց այն սնունդը, որը որ ինքը գոնե կարող է 2, 3, 4, 5 օր իաբիձու հետ ապրել, բայց ինքը հետ տվեց։ Ասեց ինձ էր տված հացը բանը պետք չի բոզի տրեք։ Ես գիտեմ, որ տատիկը նոր չի, տատիկը վաղուց է, բայց ուզում եմ, որ դա նորից շրջանառվի։ Դա նորություն չի, դա 2-3 շաբաթից ավել է, բան պատտվում է։ Բայց դա պետք է տեսնել, դա պետք է տեսնել նամանավանդ մատաղ սերունդը եւ հասկանա ինչ է նշանակում պատրիոտիզմ։ Եվ այդ հողի վրա քպական որոշակի բոզի տղա պատգամավորներ կամ քպականներ ասում են Թուրքիայի դրոշը վառելով մեզ լավ բանի չի բերի։ Այն մեկն ասում է թե հարկատուրքական մոտեցումը վատ է։ Երրորդն ասում է ազգային այդ հողի վրա անդադ մնալը եւ հակաթուրքական քաղաքականություն ցուցաբերելը վատ է։ Եվ այս մարդիկ ոնց որ չեն ինչ որ ընդամենը 2020 թվականին թուրքական բայրակթարերը թուրքական սպաներով օդի վրա պատտասնում էին մեր զինվորների աղիներն ու ոտքերը, լյարդն ու երիկամը։ Դրոշը փաթաթում էին մեր զինվորների վրա եւ գնդակահարում էին։ Հիմա ասում են մենք պիտի բարեկամանանք թուրքերի հետ։ 40 արդեն կլի 40 օրից ավել Ռուսաստանի նման պետությունը չի կարողանում ցեկի բերել Ուկրաինային։ Ադրբեջանի նման քնձախ պետությունը 44 օրվա մեջ թիքա արեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերին։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, ոնց։ Հանձնվեցին քաղաքներ Բանտիկի վրա, Շուշի, Հադրութ, Քյալբաջար, ու այդքանից հետո կանգնում ասում են, այդ սաղ իրանցն է, եղել։ Բայց թե իրանցն է եղել, ինչի դու կռվով հանձնեցիք։ Հիմա ասում է Ղարաբաղն էլ է իրանցը, վաղը Սյունիքն էլ է իրանցը, եւ հասավ այն աստիճան, որ անգամ այս ամենի մեջ մեղադրվում է Տիգրան Մեծը։ Մի հատ բոզի տղա քյոփակ կա։ Ասում է, եթե Տիգրան Մեծը ծովիցով չվեկալի, այս քակի մեջ մենք չենք գալի։ Հետո բայց ասում եմ, չէ գալու եմ մի օր, որ Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չաուր, չգիտեմ, Մոնթեգևալը դրանց բոլորին համարելու են պետական դավաճան։ Գնալու են կոշով գերեզմանները քանդեն, բենզինը լցել վրան բանավառեն։ Վանեսյանը այսօր անցկացնում է միտինգ։ Լավ անում։ Դիում են Վանեսյանին, Վանեսյան, դու ասեցի, որ դու ես գալի հրապարակ, ազատության, եւ դու չես գնա, այսինքն դու կարաս գնաս, լողանաս, չգիտեմ, թրաշվես, հաց ուտես գաս։ Մինչև չհասնես իշխանափոխության։ Ասեմ, որպեսզի որոշակի բոզի տղեկ չմտածեն, թե Վարդան Ղուկասյանը պարակտում անդիմությանը եւ այլն։
Ուրեմն արից ես պայմանավորվենք։ Հանրային ձայնը աջակցում է քեզ օտիդո։ Չնայած նրան, որ դու ելնելով ԱԾ մինիստր, մատդ մատին չես տվել։ Սաղի փակցրել ես։ Մեկ։ Չնայած նրան, որ դու կանալ ասեցիր խի հայ մարդուտունը քանդում է, այսինքն ապորինի գույքով, ապորինի գույքի բան վերաբերել, այսինքն գրփել ես, չրփել ես, թալանել ես, գասպարան ովա, տունը ծարքել ես, կամ առել ես, խլել ես։ Մենք է տունը քոզերը չենք խլում։ Դու հայ մարդ ես։ Դու կասացներ իշում ես, չէ՞, բանեցա։ Ահա։ Հիմա նայի։ Հերել ես միտինգ ես անում, իշխանապողություն ես ուզում։ Ես ուզում նաև հասկանամ ուրեն քո պատիվ ունենները, թագուհի, մագուհի, տարոն, մարոն եւ այլն, ուրեն կողը չեն, չկան։ Լավ։ Նայի, հանրային ձայնը քու հետ է։ Ես իրոք կոչ եմ անում, գան, միանան, ցույցեր, միտինգներ, ով կա չկա, եթե իշխան ընդդիմություն կա, թող գա միանա, Կարեն, մեղայես։ Վանեցյանի։ Բայց Վանեցյան, եթե դու հանկարծ ցույցը դադարեցրել ես եւ տուն ես գնացել, դու դառնում ես հանրային ձայն հաղորդաշարի թիրախը։ Հելել ես, attention, սաղոսել կնենք միտինգ կանենք։ Հիմա դու հելել ես իշխանապողություն անելու, ես գոհ եմ։ Вот, եմ որ ասում եմ, Կլյանուս, հելել ես անելու, ալա։ Ամեն ինչով աջակցում ենք, ժողովուրդ, միացեք Վանեցյան Արթուրին։ Ուզում եմ տեսնեմ, ովքեր են քեզ գալու միանալու եւ արդյոք քեզ հաջողվելու է իշխանապողություն անելը։ Եթե դու իշխանապողություն չարեցիր եւ մի գեղեցիկ օր հելար գնացիր տուն, հետո պարլամենտ, մենք yarış չենք դեղանում։ Հանրային քեզ եթե բան պլատֆորմա պետք, չգիտեմ, աուդիտորիա պետք, ինտերվյուա պետք եւ այլն, որ նստած խոսում են զոնտիկի տակից եւ այլն, խնդրեմ, ես եւս պատրաստ եմ տրամադրելու։ Հարթակ, բայց մի երկու հատ հասկես պիտամ։ Եթե ոչ, ես աջակցում եմ, ինչ ուզում ես սարա։ Առաջ Հայաստան։ Անցնենք առաջ։ Սուրեն Պապիկյան։ Ուրեմն զինվորական դատախազությունը լսում եմ։ Օրեր առաջ, ապրիլի 13-ին, ապրիլի 10-ին ներողություն, 10/04/2022 թվականին տեղի է ունեցել կոնֆլիկտ Կարճախբյուր կոչվող գեղի զորամասի տարածքում, երկրորդ բանակային կորպուս, առաջի եւ երկրորդ վաշտի միջև։ Առաջի վաշտի հրամանատարը, չգիտեմ, ճուտը, եւ չգիտեմ եւ այնտեղ է ովքեր, առաջի վաշտը կոնկրետ ասած հարցակվել է երկրորդ վաշտի վրա, էլ բան չունեն անելու, վաշտ են երծացնեմ, հարթած վիճակում։ Կոնֆլիկտի ժամանակ եղել են տուժողներ, բավականին լուրջ։ Կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, գնդապետ, որին ճանաչում են վաղուց մի հատ էլ ամուսով մարդ չի, երկրորդ վաշտի որոշել է զորացրել։ Առաջին վաշտին պահելով։ Եղել են բանամարտիկ, որոնք ստացել են մարմնական վնասվածք, կանգողեղային ցնցում, տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց, հոսպիտալիզացվել են բժշկական կենտրոն։ Ռազմական ոստիկանությունն է եկել, ռազմական ոստիկանությանն են ծեծել։ Ծեծել են ժամկետային զինծառայողի, որը եւս ստացել է կանգողեղային ցնցում, մասսայական ծեզ ջարդ, նորից եմ կրկնում։ Մի քանի հոգու ռազմականը բերման է ենթարկել։ Շտաբի պետ Միհրան Մախսուզյան, կորպուսի շտաբի պետ, մտել ամեջները բաժանել է, փոխանակ, չգիտեմ, իրականացվի ծառայողական քննություն եւ մարդիկ պատժվեն։ Այսինքն ինչ ենք մենք տենում։ Բարդակը զինված ուժերում հասել է այն աստիճանի վրա, որ զորամասի տարածքում պայմանագրային երկու վաշտ հարբած վիճակում հակել են իրար։ Ու Վարամ Գրիգորյան կոչվող կորպուսի հրամանատարը փոխանակ իրականացնի պատժիչ գործողություններ, այսինքն նման բարդակը աշխեհից տեղի ունենալու համար։ Առաջին վաշտին ասում չի կպնում, որովհետև դրանց հրամանատարն է աբարանցի ռազնա, վախ մառազից։ Ես բար չեմ, ես ուղղակի համ խոսում եմ, համ ուզում եմ բանը վերապրեմ։ Իմ ժամանակ երկրորդ բանակային կորպուսում կարող էր մեկը մյուսին ծեծեր,
Եվ մնար անհետևանք։ Խոսքը չի գնում, եթե երկու հոգի փակվեին, բաշեմ կապցորքում, ունենց իրար բնծեցեին, որ մարմնական վնասվածք չլիներ, բայց եթե երկուսից ավել մարդը իմացել, ուրեմն ես պիտի դրա մասին իմանայի։ Բա վաշտը հարձակվում է վաշտի վրա։ Ծեծ, ջարդ, ինչ-որ ոմն, չգիտեմ, կապիտան, զինվորի ավոշն ծեցում անման մորմը, շտաբի դեմը, ժամկետային։ Մարդիկ են ընդուվում մարդունի բժշկական կենտրոն մարմնական վնասվածքներով և դրա հետ կապված ոչ մի քրեական գործ, ոչ մի բան, ռազմական ոստիկանությունը գալիս է որ միջամտի, ծեծում են նաև ռազմական ոստիկանությունը, ըստ մեզ հասած տեղեկությունների, որը բնականաբար ունի ճշտման կարիք։ Սուրեն Պապիկյան, դու համարում ես, որ դու պաշտպանության նախարար ես, այս դեպքից դու տեղյակ ես, Գանդոն ջան, Ավինյան Տիգրան Բոզի տղենել, Աբազենց մոտ, նույն ուժայիների մոտ հավաքված, ասում է, ինչ ասում, մի րոպե, արտահայտությունը, չեք կարում, դրա բերանը փագեք։ Ավինյան Տիկո պորնիկի վաստակը դիտողություն կենե ուժայիների, ասմա չեք կարում դրա բերանը փագեք, բա դուք ինչի համար եք։ Ուզում եմ պատասխանեմ Ավինյան Ղախպի տղին, ԱԱԾ-ն դատախազությունը, MVD-ն, նրա համար է, որ քո նման բոզի տղուն դատեն, հասկանում ես, նրա համար է, որ դու, են որ Սամվել Ալեքսանյան բիզնեսմեն կա, որ կթմ ես, այդ դրա համար են, որ այդ սաղ կողեն կնգատ որի մեջ, ուժային կարոցները շատ փոքր են, նամանավանդ ԱԱԾ-ն և այլն, որ Վարդան Ղուկասյանի բերանը փագեն պորնիկի սերունդ։ Եվ ես միշտ ինձ հարց եմ տալի, ի՞նչն է պատճառը, որ Ավինյան Տիկոն սենց թրփոշցել է։ Բանից պարզվում է, որ ունի բավականին լուրջ կոմպրոմատներ Նիկոլ Փաշինյանի վրա Արցախյան պատերազմով։ Եվ դա է պատճառը, որ այս բոզի տղու վրա չեն կարել։ Եվ գումարած ունի տայնե Պակրավիցելի։ Ավինյան Տիկոն էր պահում Աղվան Հովսեփյանին, որ չեր գնում Բերդ, այսօր ասում է չեք կարում, հələ ես բոզի տղուն նայեք, Ռուզիկ, Ավինյան Տիկո ծծծրած կաս, իմ կարծիքով, քանի որ դու խնամված կին ես, ես ուզում եմ, որ դու այդ քո պիդիկյուրա, մանիկյուրա արած մատներով ծծցնես Ավինյան Տիկոյի, նա արժանի չի քո փմբուկին, ալի ստեղ տուզիկ, ալի չաու, ոտիտ մատները դի այդ տաբուրետքի վրա ծծի, 10 մատները հաթած ծծի, բոզի տղա մատներից վերև բարձանալու իրավունք չունես, Ռուզիկը քո համար էլիտա է, Ղախպի սերունդ, ծծրա Ռուզիկ մատներովդ, որ լեզվով մանիկյուրը փոխի, թարմացնի, թազա մանիկյուր քսի, զբաղվի Ռուզիկ ջան, դու ինտելիգենտ կնիկ ես, հəլես բոզի տղուն նայի։ Հիմա ասենք բուն թեմաներին։ Ահա։ Ղազինյան, Արթուր, Աբազջան, մետերելի։ Գույություն ունի մեր շատ բոյով, բուսատով, չախկալաշկերով պատգամավոր։ Արթուր Ղազինյան, գիտես, Ռոբիկի կուսակցությունից է։ Ռոբիկին էլ խապը մասը թե իա վրա բանադրած, արգելակս երկրից հեռանալու, ուզում եմ տեղեկացնեմ, որ Ջանգիրյան Գագո բոզի տղեն, Օգանով բոզի տղեն և Տիգրան Սահակյան վերաքնիչ դատարանի դատավորը Ղազինյանի խապաման միջոցը երկրից դուրս ու ներս անելու փոխել են։ Ղազինյան անգամ չի ասա, որ հանածա։ Նիկոլն էլ դաժե չգիտի, որ հանածա։ Ինքը գիտի, որ ինքը հələ, այսինքն Նիկոլը գիտի, թե այս էլեմենտոն բանի տակա, արգելանքի տակա, լավ, լետի միա։ Ղազինյանի հետ կոպված, մենք բոլորս այդ տղուն գիտենք, որ ուզում էր ընտրվեր Գանդոնին տեղական, Ռուզիկ ջան, քո ծծողին,
են որ ծիրան ծծողին, Քոչարյանին, այդտենց էլ չտրվավ։ Ղազինյանի հերը մե տաղանդավոր անձնավորություն Գագիկ Ղազինյանն է, ով 96 թվականից մինչև օրս Երևանի պետական համալսարանի իրավագիտության կամ իրավաբանականի ֆակուլտետի դեկանն է։ Ցամապաշտոն 96 թվականից մինչև այսօր հլնայի։ Այդքան սկի Արամի պապը չի ղեկավար է։ Պուտին այդքան չի ղեկավար է։ Այս մարդը ղեկավար է մա։ Բան չասի։ Այդ էլ անցանք։ Ուրեմն ուզում եմ պատմեմ մի հատ դեպք, հարգելի ժողովուրդ։ 2000 թվական Ղազինյանս պատկառելի տարիքի չի, մեր երիտասարդ, բոյով, բուսատով, սիպատիչ տղա։ Ուրին ընկերներով Երևանի մեջ կայֆեր, ջինգեր, ավտոներ, այդտենց բաներ, դե ուսանողա գիտեք։ Պապան էլ այդտենց լուրջ մարդ։ Մի օր այդտենց կայֆերի տակ, մե ուրախություն, մե չգիտեմ, երջանկություն, մե խինդ մեծիցախ, Ղազինյանս գալիս է պետական բժշկական համալսարանի մոտ։ Ինչ տեղի ունենալ, ինչ տեղի չունենալ, կոնֆլիկտ ունենալ, ինչ ունենալ, Ղազինյանն մտածել, որ ինքն դες լավ տղա, այդպես լավ պապա ունեցող, հանել ուրին զենք ու տրամ, անորցալի վրիժարուներ։ Հանել ու գրսնել պետական բժշկական համալսարանի ուսանողության վրա։ Բնականաբար, ինչ Ղազինյան, եթե մեկին չաներ մորմաս։ Գրսնելու արդյունքում դժվում է պետական բժշկական համալսարանի մե ուսանող Խուդավերձյան Աշոտ Վլադիմիրի դժվում են էլ ոնց ծայահեք ծանր վիճակ մաֆան եւ կյանքի հետ պայքար տալով ամիսներով լմա կոմայի մեջ Քրիստինե Ալաջանը կհաստատի կապնები եկնային գրասենյակ թո ֆաքսը կա հետեւաբար Արթուր Դավթյան Վայ Ղազարյան Պարոն Աբազյան եւ պարոն Արգիշտ Պիտի հարուցվեր քրական գործ, բնականաբար, մարդ դժվել, բայց ինչա տեղի ունեցել։ Ջանգիրյան Գագոն, որ այն ժամանակ զինվորական դատախազն էր, նաև հանդիսանում է Ղազինյանի կուրսեցին, դրա հետ մեկտեղ Վրեժից քավորն է Ղազինյանը, Վրեժից էլ գիտեք Ջանգյանի տղեն է, ինչքան որ Ջանգյանը խապը մասմատեղ Ղազինյանը չեմ տալան, չեմ առան, բայց ատե Քրիստինե Հալաջանի անտառը ծծել է։ Լավ էլ հանդիպում է, լավ էլ քեֆրախություն եւ այլն։ Չի հարուցվում անգամ քերական գործ։ Ասեմ ավել, որ այս մարդիկ գնում են Խուդավերձյան, հետի միջալուց Խուդավերձյանը դուժող Խուդավերձյան Աշոտը Վլադիմիրի հանդիսանում է բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ Խուդավերձյանի աղբոր տղեն։ Գնում են սրանց տուն, որքուն ասեք չգիտեմ, ներողություն խնդրեն, ֆինանսական աջակցություն ցուցաբերեն, առողջական ծախսերը հոգան եւ այլն, ասում են ձեզի կանենք մորմեշ, եթե դուք բողոքեք։ Այդ ժամանակ գլխավոր դատախազ Բորիս Նազարյան, գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջանգիրյան, երկուսն են արարածի շատ լավ ճանաչում են։ Հանում Ղազինյանից որդու ծածկատամփոց անվում ծանր հանցագործություն։ Իհարկե, մեր ատամնաբուժը, ամասագործության ատամնաբուժը այդ տղեն ելնեմ, ելի այն աշխարհից հետ ագալի, եկնային գրասենյակը չի ընդունում իան, մինչև օրս կա շատ լուրջ առողջական բանախնդիրներով եւ աշխատում է որպես ատամնաբուժ։ Ես հիմա ուզում եմ հարց տամ։ Այս դեպքի մասին որևիցե մեկը ձեզանից տեղյակ է թե ոչ, պարոն Դավթյան, Աբազյան, Վայ Ղազարյան։ Եթե պարոն Աբազյան, չգիտեմ դուք տվայտանքների մեջ եք, ինչ թար, նման գործ մենք խաբար չենք եղել, կա դուժող Խուդավերձյան Աշոտ Վլադիմիրի ատամնաբուժ։ Գտեք դուժողին։ Հանեք դուժողի հիվանդության պատմությունը, որ հիվանդանոցում է բուժվել ինչ ախտորոշմամբ, որքան ժամանակ է գտնվել ռեանիմացիայում, արհեստական շնչառության ապարատի տակ, իվել, որ բաժանմունքում։ Եվ կա արդյոք Ղազինյան Արթուրի վերաբերյալ քրեական գործ, եթե կա ուրա։ Եթե լավ ես կասեմ ես ներողություն,
հրապարականորեն խոստանում եմ, եթե Ղազարյան Արթուրի վրա քրական գործ եղավ, ես ասում եմ, ես ներողություն։ Ներողություն։ Ընկեր Արթուր Ղազարյան, მე ոդիկայնի։ Դու դեպուտատ։ Ազգի ընտրալ։ Ես հասկանում եմ, ցանկացած մարդ երիտասարդ տարիքում սխալներ թույլ է տալի, եւ երիտասարդ, եւ չափահաս, ինչու ոչ։ Բայց սխալը թույլ տալու հետ մեկտեղ տղա ջան, պետք է կարողանաս սխալդ ուղղել։ Լավ կրակել ես, հացրել ես մաֆանդուրը, հասցրել ես։ Բայց ինչ որ մի ձև դու պարտավոր ես քո մեղքը քավել այս մարդու առաջ։ Դու պարտավոր ես գոնե հոգալով այս մարդի բուժման ծախսելը, շինել ես հաշվանդամ փռել ես արևի տակ, բդերը չռում ես, նստում ես ազգային ժողով քեզանից գոհ։ Բայց վերջը ո՞ս պիտի։ Ապագա կա։ Հəl մի հատ էլ ինձ ասում են, թե Ռոբերտը ընդդիմություն է։ Բաբա Ռոբերտը ընդդիմություն է։ Ռոբերտի պարտիայի պատգամավորը, որը մարգագյուլ է, ինչի կալանավորված չի։ Ինչի դատված չի։ Քրական գործը ուր է։ Չկա։ Հուսով եմ պարոն Աբազյան, այս ինֆորմացիան ձեզ համար օգտակար էր։ Մյուսը Հայկ Գրիգորյան, Սենսեյ բոզի տղա, ստենդափ։ Այդ օրը ես ես բոզի տղուն ոչ գրլեցի, այնտեղ, չգիտեմ, պիվով պարել, մարել, ոդիզմ կրակել, գլուխը պատին տալ, լիա, միա, գլգլը, մլգլը եւ այլն։ Բանից պարզվում է Հայկ Գրիգորյան որոշել է դառնալ Վճռաբեկ դատարանի կոռուպցիոն գործեր քննող դատավոր խաբարեք, անցած շաբաթ 5 շաբթի օրը դիմում ագրե Վճռաբեկ դատարան, որպեսզի դառնա կոռուպցիոն գործեր քննող դատավոր։ Ջանգիրան Գագոնել ասելա դու գրի ես տերեմ։ Նիկոլ Լանգրագեդա չի ջոգը ինչանեմ։ Հայկ Գրիգորյանը հարց տալն, բան Նիկոլը դու գնաց այն հետևից։ Ասում է Նիկոլ Լանգրագեդա, որ Նիկոլ Անգրագետը դրա մասին ոչ մի խոսք չենք գույսել, կոյ համաձայն է, որ Նիկոլ Անգրագետ բոզի տղա է։ Բայց ես ուզում եմ հասկանամ, կոռուպցիա քննող դատավոր այս բոզի տղա, լավ, այդ դեպքում մի հատ բան, լսյաբազ։ Անդոյն էլ ասա թոկա թուտու թալագրե գոլի։ Ուրեմն կար պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյա, Ռուզիկիս մարդը։ Սեյրան Օհանյանի պաշտպանման տարիների Հայկ Գրիգորյանը որ եղել է շարքային քննիչ, հողը ստացել պնեից։ Ճիշտ է Ռուզիկ։ Ռուզիկն արդեն կայֆ է, մատերա ծծրա։ Ահա։ Հողը ստանում պնեից։ Բրավո, ստացել է։ Հեղափոխությունը սկսվում, ավարտվում եւ այլն, ինչ անի մեր Հայկ Գրիգորյանը, etevos տուն սարքի, կցեմ բռնումա, սկսում է տաշնարարություն, հա, էդ ասեմ։ Բավականին լուրջ մի $800,000 տաշնարարություն, բայց որպիսի հանկարծ ու հանկարծ քակը չլինի ջրերես, մտածում է թե սասուն աշխատամ այն ռուշկացածողը, հակակոռուպցիոն կոմիտեեր եւ այլն, ինչ անը, վեկալամա տունը, ծախմա իբր թե այդ հողը տլով մնով, ծախմա ուշադրություն Woman Uzbeki, Gражданин Ուզբեկիստանը։ Հիմա այդ տունը, այդ $800,000 տունը, որը սարքել է Հայկ Գրիգորյանը, ուզբեկի անունով է։ Այդ հետարքել այդ ուզբեկը գիտի, որ ինքը տուն ունի։ Տաշնարարության ժամանակ էլ մի քանի անգամ Հայկ Գրիգորյան կոչված Սենսեյ բոզի տղեն տենը դրոնա պատտվան տան դրել։ Կցեմ բռը մտածեմ, ասում այս կարող են անուշ ապերներն են, անունը չտամ։ Հլամ գնում անուշ ապերի մոտ ասում այս դրոն մռոն դեզվին, անուշ ապերն ասում ինչ ես եկե ին մոտ, էդի կարող է Ջանգիրյանի Անրին լինի, Անրին նկարի, կնկապնում Անրին ասում ես չեմ, ուրեմն լսի Հայկ Գրիգորյան կոչվող աղբի տղա։ Այդ դրոնը որ պատտվել է կոտան վրա, էդի իմ դրոնն է եղել։ Ոչ գնակապի Էրեբունու ժողովրդին, ոչ գնակապի Անրիներին, ոչ ջնգուներին։ Դա իմ դրոնն է եղել, ես եմ կոտունը նկարել։ Եվ նաև ուզում եմ ասել, որ վերջին ժամանակներս մեկ մեր դրոնների
այսպես ասած, պարկը շատացրել ենք, գիտություն շատ-շատերի, եւ հետ ասում մեր դրոնները հաճախակի են պատտվելու Երևանի երկնքում։ Եվ ոչ միայն Երևանի, այլ թվում նաեւ մարզերի։ Սևան, Հոկո, Կիրովական, Գյումրի, այո։ Բավականին լուրջ դրոններ են, շնորհիվ մեր հովանավորների մենք դրանք ձեռք ենք բերել։ Հիմա, պարոն Աբազյան, ո՞նց հասկանանք այս $800,000 տունը որտեղից քնչականի պետին, Էդին քնչականի բան պետն էր, որ քրական գործեր էր ծախան, արգիշտի բան առուշի գործը ուր է, մինչև օրս չկա։ Գոյություն չունի։ Բայց մի հատ հələ սրա այդ սեփական տունը հələ հանենք տեսեք այդ ուզբեկն ով է։ Մալչիկ բա իմինի ծծող ռուշկեն թող։ Լսում ես։ Սրբուհի Գալյան, ուր է էդի, զանգի դրալ։ Մի հատ այս Հայկ Գրիգորյանի հետ կապված, մի հատ հələ հանի ճշտի։ 5 տարի է ղեկավարում ես ՀԿՑ-ն ու հակակոռուպցիոն կոմիտեն, ղախպի տղա, քանի հոգի է դատվել։ 0։ Մի հատ հələ գնացեք տեսեք այս ուզբեկը ով է եւ ինքը ինչի է ապրում ուզբեկի տանը։ Իմիջիալոց Արթուր Դավթյան, այս ղախպի տղու հետ կապված, Սասունի։ Դատավոր Ուզունյանին փախցրած քննիչը, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Ուզում եմ ձեզ հարց տամ, որպես գլխավոր դատախազ։ Ինչի է մինչև օրս պաշտոնավարը։ Քննիչի վրա մեղադրանքը դրած, համարվում է մեղադրյալ, բայց շարունակում է պաշտոնավարել։ Մալչիկ բա իմինի Սասուն լիազորությունները չի դադարեցել։ Ինատու անգե քեզ։ Արթուր Դու դհոլ նվագել չես ուզում, Սասունի գլխով։ Ով է այս քննիչը։ Ինչի է շարունակում պաշտոնավարել։ Հակակոռուպցիոն կոմիտեից սիգնալ է, արդեն ինչ են ասում։ Ոմ ա, անունը Լեռնիկ։ Արշակի քննիչն է գրում են։ Սասուն, աշխատողներդ SMS գրգին։ Ջոգը մեզ չէ։ Անունն եկավ Լեռնիկ։ Ես անունը չէի գրել։ Արթուր Դավթյան շատ վատ եք աշխատում։ Քննիչի վրա մեղադրական եզրակացություն կա։ Մարդը մեղադրվում է մեղադրյալին փախցնելու մեջ, մինչև օրս աշխատում է քննիչ, քննում է գործ եւ այլն։ Իսկ հակակոռուպցիոն այդ կոռուպցիայի գործեր քննող դատավորը, որին պիտի նշանակի ջնգոց, մեղադրվում է բավականին լուրջ կոռուպցիաների մեջ։ Տուն ունի ուզբեկի անունով։ Ջնգոխում դու բոզի տղա չես, լավ։ Քանի անգամ կարելի է քո այս քաքերը հանել ջրերից, հա? Էսեն պիտի ասես ես կապ չունեմ, բոզի տղա։ Հա? Սրա հետ կապ չունես, Ղազինյանի հետ կապ չունես, ոչ մի բան հետ դու կապ չունես։ Ռուզիկ, ջնգո ծծծած կաս։ Мизес бейни մեջ, прямо из источника. Գարեգին օծիր, պատարակ կարթա, օծի, և որպիսի մա ռուզիկը զմիզելու է Ջանգիրյանի բեյնի մեջ, ծապլին դնում ես ուղիղ բեյնի մեջ։ Այս ես բոզի տղեք։ Վանեսյան, ես նորից անդրադառնամ քեզ, ուշադիր հետևում եմ քո միտինգներին, քո ցույցերին, տեսնենք ինչով կավարտվի, ես ողջունում եմ ցանկացած հականիկոլական քար, իհարկե, եթե դա հականիկոլական է, այլ ոչ թե շոու, եւ հաղորդման վերջում ուզում եմ ասեմ, ես այսօր շատ հոգնած եմ, պիտի գնամ երազ տենամ, ուզում եմ քնեմ լավ երազ տենամ, ամսի 20-ի վերով։ Իսկ թվա մենք լավ բաներ ունենք տեսնելու, հարգելի ժողովուրդ։ Հաղորդման վերջում շնորհակալություն եմ հայտնում մեր հետևորդներին, հեռուստադիտողներին, կհանդիպենք մի քանի օրից հանրային ձայն հաղորդաշարի ուղիղ եթերում։ Հաջողություն ձեզ։